Երեխեք ջան, ողջույն բոլորին։ Ուզեցի սկսել նոր վլոգը։ Ինչպես տեսնում եք, ես պատրաստվել եմ։ Խորեն երեխեքին տարավսոսիկ են ստուն։ Այսօր ես խորենը գնում ենք ստուգումների իմ համար, պրոֆիլակտիկ։ Ես ինչ եմ այս մասին ասում, որովհետև ուզում եմ նաև լսեն իմ հետևորդուհիները եւ ինչու՞ չէ նաև հետևորդները, որ տարին գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգումներ, սոնոգրաֆիա, ինչ-որ անալիզներ պետք է հանձնել, զուտ որպեսզի տեղյակ լինես օրգանիզմիդ փոփոխություններին, կատարվելիքին եւ այլն։ Ես լոգանք ընդունեցի, թեթև դիմահարդարվեցի, բացի սոնոգրաֆիան եւս մի անալիզների խումբ կա, որ պիտի հանձնեմ, վերջին շրջանում որոշակի ցավեր եմ ունենում այս ստամոքսի այս հատվածում ու ուզում եմ մի հատ հասկանալ, թե դա ինչից է, բժշկի հետ խորհրդակցել եմ, ինքը ասել է, թե ինչ անալիզներ է պետք տալ եւ դա եւս ուզում եմ մի հատ հասկանալ, այդ անալիզները տալ, էլի տեղյակ լինելու համար, թե դա մեր մեջ ասած իրականում ավելի շատ խորենն է ուզում, որ ես այդ անալիզները տամ, որտեվ ես ասում եմ լավ դե բան չկա, երևի չգիտեմ, սոված եմ մնում դրանից կամ եւ այլն, բայց խորենը ուզում եմ մի հատ ստուգենք ու հասկանանք, թե ինչի է այդ հատվածը ցավում, թե բժշկի հետ խոսել ենք ու ըստ սիմպտոմների ասում եմ, որ ինչ որ տենց վախենալու պատկեր չի, էլի, բայց պետք է հասկանալ, թե ինչու է օրգանիզմը այդպիսի ցավային ռեակցիա տալիս ինչ որ տևական ժամանակ, հա։ Այդպես, հիմա խորենը գա, ասեցի ժամանակն է նաև վլոգ սկսելու, ու մենք գնանք այդ հարցերով։ Զգում եք, չէ, շորիկս ինչքան եմ հագնում, ես այդպես եմ, որ ինչ որ շոր հավանում եմ, շատ դժվար եմ իրանից ազատվում, թեև հասկանում եմ, որ արդեն շատ եմ հագել, կադրում անդադ նույն շորով եմ, բայց մեկը մի տեսակ ինքը ինձ գրավում է, շոկ է, գիտեք, մազերս դիտմամբ եմ թափած թողել, որ չորանա, որ թաց դուրս չգամ տնից, տաքսի նստեմ, տաքսիի մեջ սյոտակի քամի է խաղում եւ այլն, հատկապես որ երեք գիշերը հանքավանում ջերմել էի, գիշերը եւ երեք գիշերը եւս 7 կարծեմ ջերմություն էր, ինչ որ վիրուս է, ինչա չեմ հասկանում, դրա համար հավելյալ չեմ ուզում էլի մրսացնեմ ինձ զորով, շարով, Կարոջ երեխեք ջան, ձեզ բարի դիտում եմ մաղթում, մենք էլ գնանք այդ ոչ այդքան հաճելի, բայց կարևոր գործեր անելու։ Օրենի հետ եկանք իջանք, մնում է գտնենք տեղը ինչ-որ տարավ, բակերով մցրեց հասցեն, բայց հիմա մենք դուրս եկանք փողոց, փորձենք գտնել այդ անհրաժեշտ։ Մենք դուրս եկանք, փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, փոքրիկ ինչ-որ տենց փոփոխություններ կամ բաներ բոլորիս մոտ է լինում, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին էր, միայն այդ ցավի հետ կապված մասնագետն էլ ասեց, որ կարա ստամոքսիտ լինի, հետևաբար այդ անալիզները կտանք։ Ես մոռացա բանանաձև գեղձի չափը նորմալ է։ Դե որ նորմալ չէ, պետք է ասել։ Որն ես բարեկամ մեր սոնոգրաֆիան արել։ Բոլոր ստուգումները իրար հետ, կստացի, խորենն էլ անալիզ հանձնեց, ինքը վաղուց ուզում էր տեսնել իր խոլեստերինը բարձր է թե չէ, այդ աչքերի տակի քսենտո, եսի մինչերի հետ կապած է, որ վիրահատեց է, так что ինքն էլ այդան ընդհանուր անալիզ ու խոլեստերինի անալիզ հանձնեց, ընդհանուր առմամբ իր անալիզները 11,000 վճարեցինք, իմ սոնոն խորենն է վճարեց, չեմ տեսել ինչքան, բայց 20-25, չգիտեմ, իրան պետք է հարցնել։ Короче говоря, վահանաձևը ստուգեցի, կրծքագեղձը, որովայնը, կանացի օրգանները, պոչկա, ինչ կար ստուգեցի։ Ճիշտ է դա էլի։ Երեխեք ջան, որոշեցի տնական ինչ-որ բան թխեմ իմ տնեցիների համար, ունեի թթվասեր, հավկիթ եւ այլն, էր ինչ-որ անհրաժեշտ է, так что համ հացով ձվածեղ եմ խոստացել պիտի սարքեմ, համ էլ մի հատ համեղ փափուկ բիսկվիտ երեխեք ջան։
Ահա եւ վերջ սիրելիներս մեր փափլիկը պատրաստ է։ Որոշեցինք, որ բիսկվիթը կարելի է նուտելայով ուտել, որովհետեւ երեխեքը սիրում են, որ վրան ինչ-որ բան լինում է, հիմնականում սլիվկի են նախընտրում, բայց սրա հետ սլիվկի մի տեսակ չէր գրում, դրա համար նուտելա եւ խորենախամսից եկել է մի քանի բանել ա բերել, ինչպես տեսնում եք, միշտ բերում ա իմ համար զապաս բատնիցից։ Օրը սկսեցի նրանով, որ որոշեցի կարգի բերել իմ պահարանը, այս հատվածը, որտեղ իմ տնային շորերն են, վերևում ներքնազգեստներ եւ ներքևը ձմեռայիններս եմ թողել, որովհետեւ անտրեսոլում էլ տեղ չկա։ Вообще մեր սենյակը ընդհանուր կարգի բերելու է ու հիմա հերթով թե ինչքան շոր եմ դուրս գրել տնային։ Այն շորերը, որ տարին տարու վրա ցալում ես, դնում ես, հանում ես, ցալում ես, դնում ես, հանում ես, ուտպես չես հագնում։ Ես որոշեցի, որ ավելի լավ է մնա քիչ հագուստ, թե ձմեռայինից, թե ամառայինից, բայց մնա այն հագուստը, որը ես կրում եմ։ Լոգան կընդունեցի, եկել եմ, որպեսզի մազերս յուղ եմ քսում մազերից ու երկու շատ եք հարցում вообще ոնց ստանում մազերը, ճիշտ է լիքը անգամներ ասել եմ, բայց ելի ասեմ։ Երբեմն անում եմ յուղ, երբեմն չէ։ Ուղղակի յուղով մի հատ վրայով անցնում եմ։ Ու այս պալոսկան առաջի 1-2 տավտ եմ անում, որ ավելի սիրուն չորանա։ Դիմացի հատվածը շատ կարևոր է։ Հետևը ինքը իրան սիրուն չորանում է։ Բայց այս մասը sense փրփրիկներ անում։ Դրա համար որպեսզի ավելի sense սաներված կստանանք, ես այդ դիմացի հատվածը անպայման այս դրանով փորձում եմ ֆիքսել, հատկապես եթե ինչ-որ տեղ ունեմ գնալու, իսկ այսօր Դավին նկարչությամբ պիտի տանեմ, այնպես որ այսօր այդ օրն է։ Մեդիտացիոն երաժշտության տակ լոգան կընդունեցի, միշտ մեդիտացիոն ինչ-որ նյարդեր հանգստացնող երաժշտություն եմ դնում, հետո նոր մտնում եմ լոգանք եմ ընդունում, դա ինձ շատ օգնում է, վերջին մի քանի ամիսն եմ այդպես անում, չգիտեմ, ինձ դուր է գալիս էֆեկտը, հա։ Այ մի հատ էսպես այնքան որ վրայով անցնենք, ինքը իրականում տերմոզաշիտա է, թեկուզ նույն արևից չի վառվում մազերը, էլի, եւ բացի այդ նաեւ դե որ օգտակար բաներ ունի, հատկություններ, այսպես ուղղակի անում ենք, հետո սենց տակից մի քիչ սենց եմ անում, որ ինքը հասկանա, որ պետք է խուճուճանա, ես հագնվեցի, ճիշտ ասած հույս ունեի, որ այսօր Դավին նկարչություն տանել ինձ վրա չի մնա, բայց մնաց ինձ վրա, կտանեմ։ Ինչպես տեսնում եք, չեմ դիմահարդարվել, միայն լոգան կընդունեցի, հա, դե այդ կադրերը ձեզ ցույց եմ տվել, այս դիմացի հատվածներ, ինչպես արդեն ասեցի, մի հետև տեսեք, օրինակ հետևը նույն իմ մազերն է, առանց որևէ բանի, բայց դիմացի ես մի երկու պրյաջը, սիրուն չի չորանում, եթե մի փոքր տավթ չանեմ, այսպես դեզի պես է, որ կարճ են, այս մասը սիրուն չի նում, իսկ հետևը արդեն ոնց կա այդպես է, вообще իմ խուճուճների հերը ես անիծել եմ, հայրը չէ, հենց հերը անիծել եմ, այդ, չգիտեմ, այնտեղ կերատին, բոտոքս, մի երկու տես բան արեցի, ու հետո անդադ ֆենում է, իմ խուճուճները արդեն ոնց որ կորել էին, բայց որ արդեն մի ամիսը համարյա գրեթե չեմ ֆենում, ինքը ոնց որ քիչ-քիչ վերականգնվում է, իրական որ իմ մազերին այսպես նայում եք, մտածում եք շատ հաստա չէ, բայց իմ մազերը հաստ չեն, հատկապես երեխեքից հետո ունդե հաստության մասին խոսք չկա, ուղղակի իմ մազերի արանքում կա օդ, այսինքն իրանք վազդուշնի են, եթե ես ֆենում եմ, ինքը մի բուռ է դառնում, բայց քանի որ իրանց մեջ աբյոմ կա, տպավորություն է ստեղծվում, որ բավականին հաստ են իրանք, ուղիղ ֆենած վիճակում ես ինքս էլ տեսնում եմ, որ դա այդպես չէ, դա միայն տպավորություն է։ Մենք գնում ենք անձրևի ուղակի վտանգի տակ, արի Դավիթ ուշանում ենք, այդտեղ մի ջրվի ցուրտ է, ծառերն են ջրում, ստեղծես բաներ ա դրած, գնացեմ մոտով ջրվելով գնում է, լավ սառնոտ է, ասեմ, ու անդադար բացի այս անձրևը թափելու է, ոնցիկ եմ վերցրել պայուսակից մեջ, հա Դավու, ուտեմ մռութետ, հասանք տեղ, Դավի հետ մտել ենք MG ընտրությունները անում տղես։ Վերադարձատում, որ ճիշտ ասեմ, ահա որ շոքած, չնայած հենց անպամած, բայց օդ չկա։
Դավի հետ խանութ մտնելը, գիտեք, այնքան բան էր վերցնում, հլը մաքսիմալ հաջողություն եմ դրանցել, որտեղ մի բաներ արգելել եմ, հետ եմ դրել, բայց մի քանի բան իր ուզած դե իհարկե վերցվեց, իր համար երբեք մենակ չի վերցնում, եթե ինչ-որ բան վերցնում ես զույգով, աղբոր համար, իմ ու Խորենի համար, վերջապես այս ռաֆերից գտա, ռաֆը ես այդ կոֆեի կետերից ռաֆ խմել եմ, շատ համով է, տեսա որ կա, ասեցի հետաքրքիր է ինչ համ կունենա, սուրճ, սպագետի, Խորենի համար եմ վերցրել, ու այս պիստաշկաներն էլ Խորենի համար, դիթապտում կանաչ Խորենի համար, սիրում է կանաչը, վերցրել եմ սեղ, այս երկրորդ սեղն այս տարվա, 3 առաջ օրը Խորենն էր բերել, 2 հատ, այս օրը ես վերցրեցի պանիր, այս էլ հաջողացրեց դավը վերցնել, թթկասեր, փափիր և լավաշ, այսքան գնումների համար վճարել եմ 11,000 դրամի կարգի։ Как ты так? 11,000 դրամ, մեր օրերում արդեն ոչ մի բան է, absolutely ոչ մի բան։ Ես մեղա, այդ գնի մեջ մտնում է նաև լոլիկը, 3 լոլիկ, 3 վարունգ, որ մենակ եմ գալիս, ոչ մի բան չեմ կարողանում, 1008 կիլոն, մենակ չեմ կարողանում շատ ծավալով վերցնեմ, որովհետև շատ ծանր է այդ օգում ստացվում իմ համար, Խորենն էլ ինձ այնպես բամբակների մեջ է պահել ու սովոր չեմ, որ ես եմ ծանրոցները կրում, դրա համար էլ վնոսլիվոստի այդ առումով շատ բարձր չի։ Լրիվ անսպասելի միացում եմ ունենում ձեզ հետ, հրապարակի տարածքում եմ, Ամիրյան փողոցում, սենց ասում, եթե ճիշտ եմ։ Իրականում երրորդ մաս էի գնացել, որպեսզի հանձնեմ այն անալիզները, որովայնի ցավերի հետ կապված։ Պարզվեց այնտեղ անալիզների ցուցանիշներից մեկը չեմ վերցնում։ Հետ եմ եկել գենետիկայի կենտրոն, տաքսիով, պրոբկաների միջով, որտեղ իմ բժիշկն է։ Ամբողջը հանձնել եմ եւ այդ ամբողջ անալիզները 59,000 դրամ են նստել ինձ վրա, միկրոինսուլտ ստացա։ Ես չգիտեմ, այս մեր երկրում որ մարդը ինչ-որ առողջական խնդիր է ունենում, ահա որ մեղք է լինում, որովհետև կա մի հատ սորական անալիզները այսքան են նստում, բուժումներ բանի մասին էլ չխոսենք։ Սառը սուրճ վերցրեցի, սենց մի տեսակ այնքան եմ տաքսիների մեջ այդ պրոբկաների մեջ սոված ծառա, որովհետև սոված փոլին են այդ անալիզները։ Այնքան մնացի, որ սիրտս ուզում է մի հատ քայլել, մի հատ սառը սուրճ խմել, մի հատ ուշքի գալ։ Այս գոֆեները, որ վերցնում եմ ու առանց հարցնել անունս միշտ գրում են, այնքան հաճելի շոյվում եմ ամեն անգամ։ Եկել վերցնում ենք ու մեն Աննա սրտիկ ու տալիս է։ Փոքրիկ ժեստ, որ մենք ձեզ ճանաչում ենք։ Առանց քսվել, առանց բան։ Արտնացա իրական ուրբաթ պիտի տանք, մեկը որովհետև ջերմել է, էլի մի 2 օր առաջ գիշերը։ Մեկը խորիկը ան չես ջերմում, մի հատ բժշկին հարցնեմ այսօր։ Խորնյետ։ Վերկացա սպոնտան։ Մի հատ դուշ եմ ընդունել, մի թեթև սենց ինձ վիզուալ կարգի եմ բերել ու դուրս եմ եկել տնից։ Չգիտեմ, մինչև տուն դժվար քայլեմ, բայց հələ որ քայլում եմ, մինչև տեսնեմ ինչքան ամառը երակներս ցավում են, շատ երկար չեմ կարողանում քայլել։ Դրա համար եթե զգամ ցավում է, մետրո կնստեմ, այդպես կգնամ, եթե չէ, ապա տեսնեմ, ոնց կորոշեմ։ Короче, երեխեք ջան, կաշմար է, ու այս մենակ անալիզն է, եթե ինչ-որ խնդիր հայտնաբերվի, դե իհարկե նաև բժշկին ես վճարում, իսկ մեր բժիշկը շատ լավ բժիշկ է, հետևաբար լավ բժիշկներին նաև լավ վճարում ես։ Եվ բացի դա բուժումն էլ որ նշանակի, ինքը միշտ շատ լավ բուժում է նշանակում, բայց էլի ֆինանսական առումով պահանջում է պատրաստվածություն։ Այսպես եթե փորձենք ձևակերպել, հա։ Դրա համար ինչ որ մնար, ես սենց բանը պահերի, սկսում եմ խույս տալ, ափսոսալ, բայց Խորենը չի թողի, որ ես ափսոսամ, ինչ վերաբերում առողջությանս, կամ ինչ-որ մի բան, իսկ այս թեման արդեն գնալով քրոնիկ է դառնում, եթե առաջ հազվադեպ էր ցավում կամ մի քանի ամիս անց մեջ նորից էր սկսում, հիմա ամեն օր ու շատ ավելի ինտենսիվ սկսել է ցավել։ Չգիտեմ, եթե
գաստրիտ է կամ ինչ-որ մի բան պետք է բուժել էլի, որ ավելի վատ խորացումներ չունենա։ Իմ հանճարեղ պատկերացումը քաղաքի մասին։ Կեսից հասկացա, ասեմ ոնց կա Սամիրյանի վրան ես, եթե դու Աբովյանի վրա ես։ Կարճ ասած, հիմա նոր դուրս եմ եկել այդ շախմատի տան փողոցի վրա։ Ճիշտ եմ այն մարդ, չես ասած պետք է գնամ։ Գնամ, այսինքն, հա, հենա։ Գնամ դեպի Վերնիսաժ, Ռասիա։ Եկա սուրճ խմեմ ու գիրք կարդամ մի քիչ, անալիզներից պատասխանները եկան, այնտեղ մի քանի ցուցանիշ թեթև շեղված էր և մի ցուցանիշ կար, որը նորմայից կրկնակի էր ավել, այդ հելիկոբակտերն է։ Բժիշկիս հետ խոսեցինք, ասեց վաղ առավոտյան եկեք սոնոգրաֆիայի, անալիզների պատասխանների, անձնական գանգատների քննարկման համար, որպեսզի հասկանանք, թե ինչ բուժում նշանակենք։ Այնպես որ վաղը կգնանք այդ հարցերով հասկանալու համար ինչա ոնց է։ Սիրելիներս, ասեցի մի քիչ մեր գնումները նայենք, համ էլ ուզում եմ ձեզ հետ միասին պատրաստենք կարբոնարա, որոշել եմ ChatGPT-ից ճշտել եմ, այսպես ասած բաղադրատոմսը, այստեղ արդեն սպագեցին եփվում է, ուրեմն տորթել եմ թխելու այսօր, սլիվկի եմ ուզել, ուզում եմ սլիվկիով, մրգային, այսպես բանան, կիվի, նաև միրգ եմ ուզել, որովհետև ուզում եմ պատրաստել տնական կոմպոտ, այստեղ ծիրան ենք տեսնում, բանջարեղեններ, շաքար եմ ուզել, ես իրանց համարը, կարակ, բեկոն եմ ուզել, պանիր, իհարկե այն պանիրը, որը պետք է իրական կարբոնարայի համար չկար, բայց ինչև է, քամած մածուն եմ ուզել, որ աղցան սարքեմ, ու էլի, ինչպես տեսնում եք, հավկիթ, մավկիթ, այն ինչ որ կա ձեր ուշադրության կենտրոնում է։ Հիմա քամում ենք սպագետին ու սարքում ենք մեր կարբոնարան։ Անցնենք գործին։ Վերցնում ենք մեր յուղային զանգված պարունակող բեկոնը եւ սկսում ենք կտրատել։ Իսկ թվում է ճիշտ է իրան կտրատել ոչ շատ հաստ։ Այնտեղ հետևի կադրում պաճպճվում են հայր եւ որդիներ եւ այսպիսի շերտեր անենք։ Այսպիսի, որտեղ ինքը հիմա ժարիկ որ լինի, մի քիչ էլ է, այսպես ասած, կրկվելու եւ ստացվեն իտոգում նորմալ շերտեր, հա։ Այսպես տնեմ, որ ափսոս չկար չեդր, ստիպված վերցրել եմ չանախ։ Ինչի եմ չանախը վերցրել, որովհետեւ չանախը բավականին լավ հալչում է ու կարող է ինչ-որ բան ստացվի։ Կրեմային սոուս է, вообще ինձ սկզբից թվացել է, որ այդ սոուսը ստանում են սլիվկիով։ Ես սլիվկի էի ուզել խորենից, այսինքն անհարմար է։ Սպասեք։ Սլիվկի էի սկզբում ուզել խորենից։ Հետո ասիլա մի հատ ChatGPT-ից հարցնեմ, հարցրեցի ու պարզվեց, որ ոչ սլիվկիով չի, այլ պանրի օգնությամբ են ստանում, ձվի պանրի օգնությամբ։ Ձուն արդեն լվացել եմ։ Այս հատվածս այնքան մութ է, լույսն էլ դրել եմ կադրի խոր, բայց մեկը անենց տհաճ մութ է, մի տեսակ կադրը։ Եկեք ես կադրից դուրս արագ կտրատեմ, հետո ձեզ էլի կմիանամ և կբացատրեմ ինչը ոնց ենք արել։ Մեզ պետք է գալու հիմա մի հատ տապակ, իրականում մեծ դանակ ստեղ ավելի ճիշտ կլինի։ Մեզ պետք է գա տապակ։ Երևի իսկան բավական է, հա չեմ էլ ուզում շատ սենց։ Գազօջախի վրա առանց կարակ, առանց ձետ, պետք է երկու կողմից տապակենք մեր բեկոնը, որ ոսկեզօծվի։ Այս ընթացքում ինձ պետք է 2 ամբողջական ձու եւ ինձ պետք է մի ձվի դեղնուց եւ պանիր քերած այդ նույն թասիկի մեջ ու նաեւ սև պղպեղ։ Հիմա այդ գործով զբաղվենք։
նայեք ինչա ստացվում։ Բեկոնը արդեն մի թեթև վարդագույն է դարձել։ Տեսեք, առանց ձեթի, առանց կարագի ինքը դուրս է տվել իր յուղը։ Հիմա ինչ ենք անում, այստեղ ավելացնելու եմ խաշված սպագետի, ես ընտրել եմ այդ խոշոր չափսը, ոչ բարակ սպագետի, պաստան այսպես ասած, եւ պաստայի ջրից մոտավորապես 1 թեյի բաժակ, բայց ոչ շատ մեծ թեյի բաժակ, ջուր պետք է լցվի այստեղ։ Նոր վերջում այս մեր սոուսն ենք լցնելու, բայց շատ ինտենսիվ պետք է խառնենք, որ ոչ թե ձվածեղ լինի, այլ կրեմային այսպես կոնսիստենցիա ստանա։ Հիմա եկեք անենք հերթով, կարգով, շարքով։ Փորձենք այսպես, հա։ Եթե դեմ չեք, մի քիչ դժվար է այսպես, բայց ոչինչ։ Մի փոքր էլ տարածքն եմ ախտոտում, բայց այդ մաքրվող պրոցես է։ Ուղղակի չեմ ուզում քամեմ այսպես ուրիշ տեղ, մի անգամից եմ ուզում անեմ։ Տեսեք, արդեն լցրել եմ, բնականաբար իր հետ մի փոքր էլ ջուր լցվեց, բայց այդ քիչ է, դրա համար ես հիմա իր խաշած ջրից կավելացնեմ այստեղ։ Հիմա ես վերցնեմ փոքրիկ բաժակ եւ մի անգամից այսպես իր սոուսից լցնենք մեր թավայի մեջ։ Եվ մի հատ էլ Всё, խառնում ենք այսպես։ Հիմա մենք անջատել եմ գազօջախը, մեզ հարկավոր է այս ամեն ինչը լցնել պաստայի վրա եւ շատ արագ խառնել։ Արագ խառնելը պետք է օգնի, որ սա ոչ թե ձվածեղ դառնա, եկեք այսպես փորձենք անել, այլ վերածվի սոուսի, կրեմանման, այլ ոչ թե ձվածեղի։ Ահա։ Սուսիկ ջան, ռեստորան եմ բացելու շուտով։ Այս ընդեղ որ գնացել ենք, երեխեքը ոնց էին սիրել։ Հիմա էտա իրանց պատվին պատրաստել է անդան։ Մեր կարբոնարան պատրաստ է, տեսքը հրաշալի է։ Հիմա մատուցելուց ես էլի իր վրա քերելու եմ մի փոքր պանիր ու նոր մատուցեմ։ Բայց վիզուալ ասել խորենին ոչ մի բանով չի տարբերվում այդ ռեստորանների կարբոնարայից։ Թեյնիկից վրա յուղերը չենք նկատում, դա կմաքրենք ավելի ուշ։ Այդտեղ լվացել եմ ծիրանը եւ վրան լցրել եմ երևի կես կիլոգրամ բան, դուք ասեք, շաքար։ Ինչ եմ բայց արել, ինչի է այս ջուրը։ Ուղղակի շաքարի ամանի տակ մի քիչ քարացել է շաքարը, այդպես մի քիչ ջուր եմ լցրել, գոլ ողողել, նոր լցրել եմ, դրա համար այս ջուրը։ Հիմա ուղղակի պետք է դնել գազօջախին, եռացնել, նեփել ու սարքել համեղ տնական սառը կոմպոտ։ Մեզ մոտ ոչիսկի պրոցեսը 1000-ի տակ գնում է, մի լիստը արդեն վառանի մեջ է, այնպիսի անուշ վանիլի բույր է տարածվել, լվացինք այդ թասիկը, արդեն երկրորդն ենք անում, կոմպոտը համարյա եռում է, ու էսա սաղ սենց մի հատ, չգիտեմ, ընտանեկան ջերմ վիճակով, ինչ գործ կա, չկա, ինչ պլանավորել ենք, ավարտին ենք հասցնում։ Ապրի իմ Արտաշեսը օգնում է ինձ։ Այստեղ էլ սիրոպն եմ սարքում, որ պրապիտկա անենք բիսկվիթները։ 5 ձևով եմ սարքում, դե գիտեք, իմ մշտական բանն է, ռեցեպտը, չեմ էլ ուզում էլ խոսեմ այդ մասին։ Առաջի անգամ, սենսացիա, Արտաշեսին թույլ եմ տվել լվանալ ամաններ։ Այսպիսի մի հետաքրքիր խոսք եմ լսել, ասում եմ մեր ծնողներից գլխավոր միսիան էս կյանքում մեր երեխաներին սովորացնել ապրել առանց մեզ ինքնուրույն, այսինքն աստիճանաբար բոլոր քայլերը ծնողի պիտի տանեն նրան, որ երեխան ինքնուրույնանա։ Եվ հիմա առաջին անգամ Արտաշեսը ինքնուրույն լվանում է, արդեն առաջին ամանը չի լվանում, հա, վիլկաները, միքսերի տոտիկները, մի խոսքով, այսպես ասած, իմ տղան օգնում է ինձ խոհանոցում։ Երկրորդ խմորը արդեն դրել ենք վառարան, հիմա սլիվկին ենք այսպիսի, սլիվկի արդեն տեսել եք ցույց եմ տվել, սլիվկին 3 գթալ շաքարավազով ու մի քիչ վանիլով եմ խփում։ Այո։ Այստեղ սիրոպը լցրեցի, բիսկվիթը փափկացավ, այնուհետև սլիվկին, վրան զարդարելու եմ հենց մարոդինայով,
Վանաձորում մենք դրան ղրաղատ էինք ասում եւ այս նեկտարինը, դա իսկ միջուկը կլինի բանան ու կիվի, երեխեք սիրում են այդ համադրությունը, անցնում ենք մեր գործին, մեկ էլ երևի արդեն ցույց կտամ վերջնական տեսքը։ Որոշեցի, որ միջուկի մեջ էլ մի քիչ կարելի է այս սմարոդինը, ասա, եթե սխալ եմ ասում, կուղեք ոչինչ մեկնաբանություններում։ Իհարկե կարող է ավելի շատ լցնել, ալարեցի լվա։ Հո, արագի մեջ ասեցի լավ մի բուր ենքան որ լեցնեմ։ Հիմա դնենք երկրորդ շերտը, ամենակարևորը անցած անգամապես չմոռանամ, որ երկրորդ շերտը եւս պետքա սիրոպով թաթախել։ Ահա եւ իմ շքեղը պատրաստ է երեխեք ջան, հարթեցման վրա էներգիա ընդհանրապես չեմ ծախսել, որովհետեւ ուտելու ենք մենք, ուղղակի ուզում էի որ ստացվի sense տնական, համեղ, մանավանդ սառնանում գիշերն անցկացնելուց հետո վստահ եմ որ ուղղակի հրաշքություն է ստացվելու։ Կարող եմ ասել, որ իմ միսիան համարում եմ ավարտված։ Երեխեք խորենի հետ հաղորդում ենք նայում, լույսը չեմ միացրել հեռախոսի, կադրի որակը այդքան լավը չի, բայց ուզում էի ասեի, այնքան նեժնի, փափուկ է ստացվել, խորենը կփաստի, շատ համեղ է, այս ժամին չդիմացա եւ ես էլ եմ փորձում, հիմա սուրճը բերեմ մեր, նստած հաղորդում ենք նայում, գյուղի տատիկներին, մեծերին գնում նկարում են, այդ հաղորդումը սիրում ենք, ես ու խորիկը նայում ենք մեկ-մեկ։ Երեխեք ջան, ես ու խորենը վաղ առավոտից էլի վանդանոցի մոտ ենք, գնում ենք բժշկիս հետ քննարկումների, անալիզներ, զոնով իտակ դալի, ինչպես արդեն երեք ասել եմ։ Այ ես էլ գիտես, չէ ուզում եմ ասել խորես չի, բայց հետևից հետ անջատված գալիս է։ Մենք դուրս եկանք երեխեք, սուրճ վերցրեցինք, ես իմ ֆրապուչինոն, խորենը իրա նեսկաֆե, սառը, դառը, ինչքան դառը, այդքան խորենի համար համեղ, այդ վանի տարածքում ենք, Մոսկվա կինոթատրոնի քայլելով, այս մասը հովա չէ խոր։ Այս շոքին ես ճիշտ եմ անում, որ չեմ քսվում, գիտեք, այդ տանալնի կրեմ, պուդրա, ասում եմ ու մեզ ինձ ցույց տալի բոլորն է գիտեմ, որ գեղեցիկ ես, հիմա թող մի երկու ատել, դուրսվածություն երևա, հա, կամ անհարթություն մարդիկ վրա։ Խորենի հետ հասանք փեթակ, գնա խորես, քանի որ շուտով ծնունդս է, փակ, հա, քիա փակ, ուզում էինք փուչիկներ առնենք, էլ վայլբերիսի չպատվի, բայց քիա փակ, խո կաղա մուտքն է փոխվե, հլար վերևում հարցնենք, կաղալ, չէ, բայց բաց է ինձ թվում, խոր, ոչմ, փուչիկներ ենք հանում շեն վայլբերիսից հասնում, որ ուզեցինք քանի ճանապարհին ոտքով էինք գալիս, մի հատ նայել այդ փուչիկները։ Պարզվեց փակ այսօր, ասեցին վաղը։ Հիմա փորձենք գնանք այս արանքներով Երևան տոնավաճառ։ Ասենք, ինչի են բայց փակ է, որ ինչ-որ խնդիր կա։ Բժիշկս բացի դեղերի նշանակումից խորհուրդ է տվել նաև քայլել, ակտիվ ֆիզիկական գործունեություն ծավալել, նյարդերի դերը եւս մատնանշեց իմ այս վիճակի մեջ, կառոչի, կոմպլեքս, դիետա, միետա, սննդակարգ, դեղեր, մեղեր, հատկապես մեղեր, ֆու խնկի հոտեր, այս խնկի հոտը իմ մոտ տրավմա է, մամայի մահից սկսած, որ գերեզմաններ էին գնում, այս հոտը, որ միտեղ քաշում եմ, չէ, ամբողջ մարմնից բջիջները, թեև եկեղեցում էլ է խունկ լինում, մարդիկ տաննել են ծխում խունկ, բայց իմ համար կատաստրոֆիկ տհաճ է։ Սաղ ջանս տշակախվում է։ Սյո խորս, հա հենա կայարանել ես իմ մոտ դաստեից, իրականում։ Չէ, ես ավելի ուշ դեր էի պատկերացրել։ Երեխեք ջան, ապտեկա մտանք, էլի ստրես։ Ամբողջ կուրսը 50 քանի հազար էր, դե մենք վերցրեցինք 15 օրվա համար, առայժմ։ Էն որ ասում եմ խոր հանգստի գնալուց թանկ է նստում, ինչ-որ մի տեղը բուժել է։ Կարոչի, ինչ անենք, էտա, կա էտա, չկա էտա։ Մենք արդեն տանն ենք, երեխեք ջան, մի երկու առևտուր ենք արել, գիտեք ինչ եմ իմ համար վերցրել, սիրտս նենց են ուզում, այս սառը սուրճ ենք մեկ-մեկ սարքում, այսպիսի մի հատ ամանի պակաս ունեի, կադրի որակը լավը չի, որովհետև
չեմ մաքրել տեսախցիկը։ Ապակյա աման էի ուզում, այսպես, որ աղցանները մեկ-մեկ չանում է կամ սառնամ տեղ չկա, հարմար է, լցնեմ փակեմ։ Ու всё, մնացածներ ոնց տեսնում եք երեխեք։ Ոչ մի սերխիստեստվեննի բան, այստեղ դավներ թե ով, ինչով շիրայոտ մի բան են թափել սաղ կոմպիս վրա։ Պետք է մի հատ կարգի բերեմ։ Երեխեքը մնացել են տատիկ հենց տանը, մի քիչ ավելի ուշ Արտաշտյան կբերի գործից գալուց։ Մենք էլ մի քիչ խորեն էս ասում ա դասեն, ես էլ կանցնեմ իմ թեզի աշխատանքներին։ Ասեք, որ երեկվա կարբոնարան համեղ էր, առանց ասելու, որ երեկվա կարբոնարան համեղ էր։ Երեխաների եւ ընտանիքի պատվերով մաս 2, արդեն մի քիչ ուրիշ պաստայով, բայց նույն բաղադրատոմսով։ Երեխաների համար այսօր առել է պլաստիլիններ, խմորի տարբերակը Դավին, իսկ այն կլասիկը Արտաշեսին։ Այստեղ տվորչեսկի բիսպարյադը կա, ինչպես տեսնում եք, տատիկենց տնից եկել են ու զբաղվում են իրենց գործունեությամբ։ Իրենց ցույց չեմ տալիս, որովհետև առանց մայեչկաներ են, չեմ ուզում այդպես կադրում լինեն։ Մի խոսքով, հավեսա անցնում երեխեք չեն։ Շատ, իհարկե հետո սեղանը մաքրել պլաստիլինից մի քիչ բարդ է, բայց կարևորը իրանք արդեն մոտ մի ժամ նստած զբաղվում են։ Մազեր եմ հիմա անում։ Մազերն ես անում։ Հրաշալի է։ Ոչիշ, վոլավոյնի։ Անտիշ։ Ականջի չոփիկներն էլ օգտագործում են որպես Ականջի, ատամի, որպես այդ կարկաս էլի, ողնաշար այսպես ասած։ Արտաշեսը Վլադիմիկին է սարքում։ Այդպես խաղ կա Վլադիմիկի, իր պապա խաղում է։ Ուզում է նվերի պապային։ Հա կյանքս։ Երեխեք, մի քիչ քնել էի ցերեկը, արթնացա արդեն ընթրիքի ժամն է 6-ն էր։ Այստեղ այն օրվա քամած մածունով աղցանից եմ սարքում, ուղղակի արդեն սամիտ կա ձեռքից տակ սամիթով եւ երկու բան կա այսպիսի քամած մածունով եւ հավքիթ եմ դրել խաշվի, քանի որ բժշկի այսպես ասած ցուցումներ կան, հնարավորինս խորհուրդ տվել ժարի տարածություն։ Չնայած մենք ժարի տարած շատ չենք ուտում, բայց փորձում եմ ավելի sense օգտակար սնվել եւ նաեւ իհարկե ընտանիքներ ինձ հետ, բայց այնպես չի, իրենք դիետա ոչ բան չեն պահում, միայն ես եմ դա անում, ուղղակի ընդհանուր առմամբ փորձում եմ ավելի բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ, ծանր ածխաջրեր, իտակ դալի։ Վերջ, ահա եւ աղցանը պատրաստ է, սեղանն էլ գցել եմ արդեն, Խորենի աչքը կպել էր արթնացրել եմ, փորձում ենք վերջերս ընտանեկան, այսպես ասած, կարգ հաստատել, միասին օրական գոնե մեկ անգամ նստել սեղան, այսօր երկրորդ անգամ ստացվում է միասին նստել, դա կապված է Խորենի աշխատանքային գրաֆիկից, բայց փորձում ենք դա անել։ Այստեղ եկեք ավարտեմ վլոգը, որովհետև պլանավորում եմ ընթրիքից հետո մոնտաժ անել եւ ներկայացնել ձեր դատին։ Լավ եղեք սիրելիներս եւ մինչ նոր հանդիպում։